դավադրաբար և միտումնավոր կերպով հանձնեցին Արցախը և զենք ու զինամթերք և կանոնավոր բանակ չթողնելով համալրվի Արցախում, Արցախյան պատերազմը 2020 թվականի ուղղորդեցին դեպի ծրագրված պարտություն։ Այդ պարտությունից հետո և դրանից հետո որդեգրած քաղաքականությունը, որը վարում է Հայաստանի իշխանությունները, ինքը ոչ թե պարտվողական է, այլ նահանջ պարտվողականություն, ստրկամտություն կամ ավելի ճիշտ դավաճանություն է հայ ժողովրդի նկատմամբ։ Այս դավաճանությունը ներկա դրությամբ համընկնում է արևմտյան ընդհանուր շահերի հետ, քանի որ այս դավաճանության արդյունքում Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը տարածաշրջանից դուրս են մղվում, հայերը որպես, այսպես ասած, ավանդաբար ռուսամետ ժողովուրդ տարածաշրջանում թուլանալու են և ապագայում, որպեսզի վերականգնվեն իրենց հզորությունը և կարողությունները, բավականին ժամանակ է խլելու, այդ իսկ պատճառով այս ամեն ինչը համընկնում է նրանց շահերին։ Թուրքական շահերին։ Արևմտյան շահերին։ Թուրքիան այստեղ գործիք է։